երկրի իշխանության ղեկավարությունը տարբեր միջազգային հարթակներում, տարբեր տեղեր Արցախահայության մասին, Արցախահայության իրավունքների մասին, որ հետ վերադարձը դա չնչող է, որ Արցախի հարցը փակված է, Արցախի մասին, Արցախի ժողովրդի մասին ներկայացնելով միջազգային հարթակներում մենք դրան դեմ ենք։ Դուք իրավունք չունեք Արցախահայության մասին խոսելու։ Արցախահայությանը մնացել է մի հատ իրավունք մենակ։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ։ Արցախահայությունից խլել եք հայրենիքը։ Արցախահայությունից խլել եք իրենց զավակներին։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ։ Այսօր եկած իրենց իրավունքների ոտնահարում եք արդեն։ Ոչ մեկը իրավունք չունի Արցախահայության տեղը որոշելու, իր իրավունքների հետ խաղալու, Արցախահայությունը հետ վերադարձի հույս ու հավատը, ով կասկածանքի տակ է դնում, դա հենց հայ ազգի ժողովրդի, հենց հայ ժողովրդի առաջի թշնամին է։ Արցախը միշտ եղել է հպարտության առիթ, Արցախը միշտ եղել է հայկական, Արցախը միշտ լինելու է հայկական։ Այսօր վաղը կարող է մենք այդ հնարավորությունը չունենք, այո, բայց դա առիթ չի տալիս ոչ մեկին կասկածակի տակ դնել Արցախահայության հետ վերադարձի կապակցությամբ հարցը։ Ամեն օր այսօրվա իրավիճակում տեսնում եմ Արցախի հարցը արդեն անցել է երկրորդ բանում։ Արցախի մասին շատ քիչ են խոսում։ Ներկայաշխանությունը հասկանալի է։ Ընդդիմադիր հայացք ունեցող ներկայացուցիչների մասին եմ ասում։ Ընդդիմադիր ուժերի մասին եմ ասում։ Առանց Արցախի հարցի ոչ մեկը հաղթանակ չեք կարելու տանել։ Առանց Արցախահայության կարգավիճակին, առանց Արցախահայության հետ վերադարձին ոչ մեկը վաղվա օրը ոչ մի հարցի մեջ հաղթանակ չի կարողանալու իրականացնել։ Բոլորին կոչ եմ անում, բոլորին հորդորում եմ, մի թաքնվեք, փողով մի վաճառվեք, փողն է ձեր սաղի գլխին է ցավը բերել, փողի զոհն եք դարել բոլորս։ Ամեն մեկս հայ լինելով, հայ ապրելու համար ազգովի պիտի պայքար մղենք։ Երեք Արցախն եք կորցրել, այսօր Սյունիքի մասին եք խոսում։ Արցախը չկորցնեիք, Սյունիքի հարցը չէր բարձրաձայնվել։ Արցախը չկորցնեիք, մնացած հարցերի այսօրվա իրավիճակում ինչ հարցեր կա, այդ հարցերը չեն բարձրաձայնվել։ Երկար ժամանակ բոլորը Արցախահայության հետ միասին Սփյուռք, Հայաստան, Արցախ միատեղ գրիվ եք տանում թշնամու դեմ։ Թշնամին սարսափում էր Արցախից։ Թշնամին սարսափում էր Արցախով հայ ազգից։ Բայց այսօր մենք եկած վախում ենք Արցախ բառը օգտագործելու։ Վախում ենք Արցախի համար հավաքվելու, մեր արժանապատվությունը բարձրացնելու։ Արժանապատվությունը վերականգնելու համար առաջերտին ամեն մեկս մեր մեջ պիտի հարց տանք։ Ով ենք մենք։ Գնում եք եռաբլուր, խոնարհվում եք զոհվածների առաջ։ Ում է պետք է խոնարհվելը։ Ինչի համար եք խոնարհվում։ Որ դուք ողջ լինելով չեք շարունակում իրենց գործը։ Որ դուք ողջ լինելով չեք տանում են գործը ինչի համար իրենք զոհաբերել են։ Այսօրվա իշխանությունն էլ առիթավորվում է դրանից։ Այսօրվա իշխանությունն էլ աշկների տա կողում։ Այո, աշկների տա կողում սաղին։ Չի կարելի մի թողեք, սաղ աշխարհը մեզ է նայում։ Սաղ աշխարհը մեր ժողովրդին է նայում, երբ հայ ժողովուրդը արթնանալու, երբ հայ ժողովուրդը իր արժանապատվությունը վերականգնելու։ Բոլոր ընտրական քարոզարշավով եք արդեն զբաղված, որովհետև պաշտոնի մենակ բանի կռիվ եք տանում, ոչ թե հողի համար եք կռիվ տալիս, ոչ թե ժողովրդի մասին եք մտածում։ Միլիարդներ եք ծախսելու պաշտոն գրավելու կամ երկրի ղեկավար դառնալու համար։ Բայց ժողովրդին այս իրավիճակում ոչ մեկը մատին չի դնում է ժողովրդին օգնելու։ Արտագաղթը տեսենք ինչ իրավիճակի է հասել։ Ում է պետք է այս հողը առանց ժողովրդի։ Ինը վայելում եք էլ ամեն մեկը էլ թալանելով, էլ ուտելով, այս ժողովրդի միսը կերել եք արդեն։ Էլի չեք ուզում այս ժողովրդին։ Վաղվա օրը ժողովուրդը ձեզ պետք լինելու։ Վաղվա օրը գնալու եք էլ այս ժողովրդից խնդրեք, որ գա այդ ժողովուրդը ձեր կողքին կանգնի։ Արցախի հարցը պիտի լինի միշտ օրակարգում։ Բոլոր Արցախի թշնամիները վախում են Արցախի օրակարգից, Արցախի հարցից։ Չի կարելի, չպիտի թույլատրեք այս ձևի իրավիճակ շարունակվի։
Այսօրվա իրավիճակում մենակով էլ 10 հոգով էլ 20 հոգով էլ լինեք, մենք բարձրաձայնելու ենք միշտ Արցախայության, Արցախի հետ վերադարձի, Արցախի հիմնախնդրի հարցը։ Երկու օր հայրավոր մարդիկ եք զանգում, բոլորդ էլ ձեր խոսքերի մեջ ամեն ձևի հայրենասիրական խոսքեր եք խաղում, ուրա ձեր հայրենասիրությունը, սուտասաններ, բոլոր նախկին պաշտոնյաներին եմ ասում, բոլոր նախկին ղեկավարներին եմ ասում, ներկա գտնվող մեր, որ ասվա Արցախայության մեջ գտնվող ակտիվիստներին եմ ասում, ուր եք կորել, ինչ կա, խիչ եք հելնում ժողովրդի, խիչ եք խալնում ժողովրդի հետ խոսելու, խիչ եք շփվում, խիչ եք բարձրաձայնում, վաղ օրն էլ գալու եք էլի նորն էլ խաղերը խաղալու, որովհետև փող են տալու ձեզ, որովհետև նյութապաշտ եք բոլորդ, չի կարելի թույլ տալ այդ բաները, ներկա իշխանությունն էլ առավոտի ցիրիկուն ամեն ձևի այդ բարերը օգտագործելով մեզ ավելի մեծ ցավա պատճառում, կոչ եմ անում դադարեցնեք Արցախայության մասին կամ Արցախի հետ կապված խնդիրների հետ կապած այդ բաները նվաստացնելու, չեք կարող այլ այդ հարցը լուծեք, մի խոսեք դրա մասին, դուք այդ ընդունակությունը չեք ունեցել, առաջնորդությունը չեք ունեցել, գնացել եք թշնամու հետ համագործակցության, գնացել եք դավաճանության, այո դավաճանություն եք դաղանվանում, որովհետև կործանումից հետևից ցավալի կործանումից հետո էլ ինչ բար կարելի է օգտագործել, բանավեճի եք հրավիրում, տարբեր ղեկավարների, տարբեր հարթակներում բանավեճի եք հրավիրում, մեկ էլ ձեզ եք բանավեճի հրավիրում, եկեք ստեղ մեր հետ, մեր հարցերի պատասխանները տվեք, մի հոգի, երկու հոգի կապ չունի, համարձակ մեկը դուրս գա ստեղ, հանգիստ նստեք բանավեճ եք, տեսակ ում հարցերին եք դուք կարող պատասխանեք, մեկ ձեր հարցերի կարակ պատասխանեք, թե դու մեկ մեր հարցերի կարակ պատասխանեք, չեք կարա պատասխանեք ու չեք էլ գա, ես վստահ եմ, որ ոչ մեկը դուրս էլ չի գալու։ Սիրելի հայրենակիցներ, հույսահավատները չկորցնեք, հայ ազգը ունի հազարամյա տարիներ պատմություն, Արցախն էլ ուներ հազարամյա տարիներ ու պատմություն ուներ, այսօրվա իրավիճակում ամեն մեկս, նորից եմ ասում, մեր տեղը պայքարելով գնալու եք հասնելու եք մեր հաղթանակին, ես չեմ ուզում խաղաղություն ծնկաչոք լինելով, ես չեմ ուզում այն խաղաղությունը, որ մեզ բերել են պարտության ստիպելով, որ մեր ցեղասպանության սպառնալիքներով են բերել, չեմ ուզում տենց խաղաղություն, խաղաղությունը ձևի վերցրեք գնացեք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրեցիք, այս հողը պիտի հայ ապրի արդար վերականգնու իր արժանապատվությունը, մենք առաջնորդներ եք ունեցել, միշտ հպարտացել եք դրանցով, միշտ անուններ եք դրել մեր երեխոցը, միշտ ամեն տեղ իրենց անունները հիշել եք, բա ուր մնացին ձեր խոսքերը, ուր մնացին ձեր այսօրվա այդ տղորցը, այդ հերոսական տղորց զոհաբերած իրաց գործողության որ ասма բանը, ինչի համար, ով ասում որ այդ տղերքը գնացել են զոհվել են հանուն ոչինչի դուք եք, այն մարդիկ է, որ այսօր չեն շարունակում նրանց գործը, հանուն ոչինչի նրանք են, ովքեր այդ երեխոցարունները այսօր վերցրել բան են սարքել, ժողովրդի մեջ ինչ-որ մեկը մեկի քննադատելու մեղավորը ով է, մեղավորը դուք եք, այդ երեխեքն էլ ունեին ընտրություն, չգնային կռվեին, առողջ մնային, որ ասում է իրաց կյանքը վայելեին, բայց իրանք գնացել են այդ քայլին, հաշվեռնելու, որ իրաց մեջքին կանգնած է այն ժողովրդի մասան, այն հանրությունը, որ շարունակելու է այդ գործը, ամոթանք բոլորիս, ամոթանք մեզ ամեն մեկիս, այս իրավիճակում, որ ես տեղ կայնած եմ այդ ձևի խոսքեր եմ բարձրաձայնում, հայ ազգի հետ ինչ է կատարվում, ինչ է կանում է ժողովրդի հետ, նորից էլի կրկնում եմ, ներկա իշխանության ղեկավարներին, Արցախի անունը տալով, 1000 անգամ մտածեք հետո տվեք, այս մարդիկ ցավ են ապրում, այս մարդիկ հույսահավատով են ապրում, որ գնալու են հետ վերադարձ Արցախ, ամեն անգամ այդ բարերը օգտագործելով Արցախի հարցը փակ է, դուք մեզ ավելի մեծ վնաս եք հասցնում, ավելի մեծ եք վիրավորում մեզ, մենք թույլ չենք տալու, որ ոչ մեկը, ոչ մի շանորդի Արցախի հարցը կասկածանքի տակ դնի, Արցախի հետ վերադարձը կասկածանքի տակ դնի, Արցախի հիմնախնդիրը կասկածանքի տակ դնի, պարտություն եք կրել, ներողություն խնդրեք,
կաբինետներում մի չոքեք, եկեք ստե չոքեք ժողովրդի առաջ։ Գնացեք չոքեք են ծնողները առաջ, որոնց իրենց երեխեքը զոհաբերել են։ Առանցին ուզում եմ անդրադառնամ Արցախահայությանը։ Սիրելի Արցախահայություն, այսօր դուք ամեն մեկը ստեղ պիտի ներկա լինեիք, որովհետև նորից եմ ասում, սա քարոզարշավ չի, սա ինչ-որ մի հատ բանի իրականացնող ինչ-որ մի հատ ծրագիր չի, սա ձեր իրավունքների մասին է այսօր, ձեր իրավունքները, որ ուրիշներն են խոսում ձեր իրավունքների մասին, ձեր հետ վերադարձը, որ առավոտից իրիկուն ամեն մեկը խոսում եք հույս ու հավատով, լացում եք, որ հետ վերադարձ եք ուզում եք դա իրականություն դառնա, դուք պիտի իրականություն դա դարձնեք, ոչ մեկը ձեր տեղ ոչ մեկը այդ իրականություն չի դարձնելու, այդ լռությունով ձեզ օգտագործելու են, խաբելու են նորից, միշտ որ խաբել են ձեզ, չի կարելի տենց բանը անտարբեր լինել է ձևի հարցերի նկատմամբ, այն ղեկավարներին, այն անդրադառնում եմ Արցախի պատգամավորներին, նախկին իշխանավորներին, ուր եք մնացել, քիչ մեկը ստեղ կա, ինչ կա ստեղ վախելու, ձեր իրավունքի մասին խոսելու ինչ ուր եք ստեղ վախելու, կամ դուք եք հետ վերադարձ արդեն հույսները կտրել, կամ էլ ինչ-որ բարելավել եք ձեր կյանքի իրավիճակը, չի կարելի, ժողովրդի հաշկի առաջ, որ քննադատությունների եք հասնում, մի արեք են ձևի, որ այդ քննադատությունները իրականություն դառնա, դուրս եկեք ձեզ ցույց տվեք դուք ով եք, մի վախեցեք ոչ մի բանից, դուք ձեր իրավունքների համար եք պայքարում, հայ լինելու, հայ ապրելու համար եք պայքարում, բոլորդ ունես հարազատներ Արցախում թողած, գերեզմաններ ունեք դեղ, հարազատներ ունեք դեղ Արցախում թողած, հայրական տուն ունեք թողած դեղ, բայց այսօր դուք բոլորդ թաքնված կամ գործով եք զբաղված կամ ինչ-որ բաներով, որ ասма, ինչ-որ գործողությունների մեջ, անհասկանալի գործողությունների մեջ, չի կարելի տես բան, միասնականությունը ձեր եկեք ամեն մեկի չտեղ պիտի ես մի հատ ինչ-որ բան, որ ասма, օգտվելու իրավիճակ լինի, որ գաք բոլորդ օգտվեք դրանից։ Վաղվա օրը ձեր դեմը կայնելու է այս օրը, վաղվա օրը նորից էլի գալու է, այս իրավիճակ էլի ձեր ամեն մեկի առաջ կայնի, որովհետև մենք թշնամի ունենք, թշնամի անունն էլ թուրք է, թուրքը որտեղ հայ չկա դեղ է տեսնում խաղաղությունը, այդ խաղաղության մասին են հիմի խոսում, դուք ոգևորված գիտեք, թե խաղաղություն են բերելու ձեր գլխին, կբերեն էսա կտենակ ոնց որ Արցախում են մեզ բերել խաղաղության կոչ էին անում այն ժամանակ, որ մենք Արցախում էինք, բայց այդ խաղաղությունը բերեց մեզ ցեղասպանության հասցրեց։ Գիտեք հաջորդ քայլի մասին ես որպես արցախցի, ես իմ պարտքս եմ կատարում, առաջինի իմ առաջ, որպես արցախցի։ Երկրորդն էլ նորից եմ ասում, ես հեսա ահագին տարիներ է այս պայքարների մեջ, այս պայքարը իմ համար հանուն արժանապատվության է, հանուն ես ուզում եմ ինձ հայ զգամ, ես ուզում եմ հայ կերպարը, իսկական հայ կերպարը այդ մարդու կերպարը զգամ, դրա համար այդ պայքարը մենակով էլ լինի, քանի օքով էլ լինի, մենք պիտի շարունակենք, մեկ այս պայքարը հասունանալու է, ամեն մեկի որ դուռ լուծեցին, այն ժամանակ մարդիկ գիտակցելու են, ես որպես ցավալի օրինակ եմ բոլորին ասում, մի սպասեք գալ ձեր դուռ լուծեցին, որ գալիս են արդեն դուռ լուծեցում, դեղ չեն գալիս, դեղ դանակով են գալիս քո դուռ լուծեցում, զենքով են գալիս քո դուռ լուծեցում, դրա համար մի թողեք այս օրը սենց հասնի այս իրավիճակին։ Ներկայաշխանության ղեկավարությունը հազար անգամ ուրիշ խոսքեր խոսելով, Արցախը Հայաստանն ու վերջ, արցախցիներին վտանգ չի սպառնում, ցեղասպանություն չի սպառնում, Արցախի ինքնորոշված ժողովուրդը ինքը պիտի որոշի, մեկ իրավունք չունեք արցախցիները տեղը որոշում կայացնեք, բայց տեսեք ինչ է կատարվում, համարցախցիները տեղը որոշեցին, համարցախցիներին հանձնեցին, համարցախը հանձնեցին, այդպես խաբեցին, այս ներկա ժամանակները տեսեք, այս ընտրությունների ժամանակ ինչ է կատարվելու, իրար ուտելու են ստե, իրար ուտելու են սաղ քաղաքում մեկ, Արցախի հիմնախնդիրը դնելու են մի հատ զոհվածների անունները դնելու են սենց մի հատ քարոզարշավի բան, ու էլի ժողովրդին տես խաբելով, մոլորացնելով, պաշտոնի կռիվա գնալու, բանի ղեկավարության կռիվա գնալու։ Հողի մասին մտածող չկա, ժողովրդի մասին մտածող չկա, այդ ցավը դա է։
այս օրվա իրավիճակում էլ հենց այդ դրա պատճառով ենք մենք որ հասել ենք ստե։ Խափել են մեզ բոլորը, խափում են, շարունակում են խափել։